Երևանի կինոյի տանը կայացել է խաղաղապահ ուժերի սպա 44-օրյա պատերազմի նահատակ կապիտան Ռուբեն Պրազյանի նվիրված փաստաբավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը, որը կրում է հերոսի անունը Պրազյանը, պատրաստվել է ADX Production ընկերության կողմից, իսկ հեղինակը քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն է։ Պրեմիերային ներկա էին գտնվել Ռուբեն Պրազյանի զինակից եւ ծառայակից ընկերները, նրա ընտանիքի անդամները, ինչպես նաեւ քաղաքական ու հասարակական գործիչներ։ Ֆիլմը վավերագրական ձևաչափով ներկայացնում է Պրազյանի ողջ կյանքի պատմությունը, մանկության տարիներից մինչև ծառայության ծանր ու պատասխանատու փուլերը։ Նրա բարեկամները, դասախոսները եւ մարտական ընկերները պատմում են իրենց հիշողությունները, ներկայացնում նրա մարդկային կերպարը, արժեհամակարգն ու վարքականոնը։ Ֆիլմում ընդգրկված են նաև Ռուբեն Պրազյանի անձնական արխիվից հենց իր կողմից նկարահանված արժեքավոր կադրեր։ Կապիտան Պրազյանի հայրը շեշտել է, որ որդու հիշատակին տրված ուշադրությունն իր համար մեծ գնահատանք է, հավելելով, որ միակ կարևոր ցանկությունն այն է, որ պատերազմի զոհված տղաների հերոսությունը երբեք չմոռացվի։ Այս ֆիլմը իմ համար պատմությունն է, իմ հերոստղայի պատմությունն է եւ նաեւ պատմություն սերունդների համար, որպեսզի մեր սերունդները հասկանան, որ պետք է հերոսներին մեծարել։ Վարդան Մամիկոնյանից սկսված Մխիթար Սպարապետով, Անդրանիկ Զորավարով, Մարշալ Բաղրամյանով, Մոնթե Մելքոնյանը իմ մտերիմ ընկերն է եղել, իմ ընտանիքի բարեկամը։ Պեսի հիշեն մեր հերոսներին ոչ մի բան պետք չի, նաև իրենց ծնողներին։ Հերոսները երկնքում են, Աստծո արքայության մեջ են։ Ֆիլմի հեղինակ Հրանտ Մելիք Շահնազարյանը նշել է, որ Ռուբեն Պրազյանի կերպարում տեսել է հայկական բանակի ողջ միջին սպայական կազմի լավագույն հատկությունները՝ հավատարմություն, պատրաստակամություն եւ անսասան հայրենասիրություն։ Երբ որ միտքը ծնվեց ֆիլմը պատրաստելու, իհարկե ես հասկացա, որ Պրազյան Ռուբենը դա այն մեր այն զինվորականն էր, ով ոչ միայն իրեն է ներկայացնում, այլ այդ սպայական կամ մեր բանակային դպրոցի վառ ներկայացուցիչ է։ Այսինքն իդեմս Պրազյան Ռուբենի մենք տեսնում էինք մի ամբողջական սերունդ, հա, եւ ես կարող եմ ասել, որ ֆիլմը հենց այդ սերնդի մասին է։ Մենք չենք փորձել հերոս ներկայացնել, չենք փորձել ինչ-որ բան ավելացնել, պակասացնել։ Պարզապես թույլ ենք տվել, որպեսզի իրենց ընկերները, իր հետ ծառայակիցները, իր ուսուցիչները, դաստիարակները պատմեն Ռուբենին այնպեսին, ինչպեսին իրեն ճանաչել են, ներկայացնեն այդ իրական Ռուբենին եւ թույլ տան, որպեսզի իդեմս Ռուբենին մենք ծանոթանանք մեր այդ սերնդի հետ, որը իսկապես արժանի է հերոս կոչվելուն եւ որը իրապես մեր ազգի ամենամեծ նվիրատն է։ Ֆիլմի ստեղծմանը մասնակցած Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր խոսքում առանձնահատուկ կարևորել է հայրենիքին նվիրված հերոսների մասին պատմելը, նրանց օրինակով նոր սերունդներին կրթելու եւ ազգային ինքնության հիմքերը ամրապնդելու առումով։ Սա ուսուցողական է հանրային առումով, որովհետև մեր երկրում սերնդեսերունդ բոլորը պետք է հստակ իմանան եւ ճանաչեն այն մարդկանց, ովքեր մեր հայրենիքի պաշտպանության համար վճարել են ամենաթանկը։ Եվ այս տեսանկյունից սա բնականաբար ունի կրթական հսկայական նշանակություն եւ ինքս տարբեր նմանատիպ ֆիլմերի ցուցադրություններին մասնակցել եմ, ինքս շատ կարևորում եմ եւ ես վստահ եմ, որ մենք հնարավորություն ենք ունենալու որպես հասարակություն այս ամենը փոխանցելու սերնդեսերունդ։ Պրազյանի պատմությունը պարզապես ֆիլմ չէ, այլ հիշողության կամուրջ է, որն ամուր կապում է անցյալն ու ներկան։ Այն պատմում է մի զինվորի մասին, որն իր կյանքով ու գործած սխրանքներով դարձավ հերոս, առանց բարձրաձայնելու այդ մասին։ Ֆիլմը հանդիսատեսին հիշեցնում է, որ մեր երկրի անվտանգությունն ու ապագան կառուցվում են նման անհատների զոհաբերության վրա։ Ռուբեն Պրազյանի կերպարը հայրենիքի հանդեպ անսահման պատասխանատվության, քաջության ու համեստության խորհրդանիշ է, եւ նրա մասին պատմելը պարտք է թե հիշատակին, թե սերունդներին։